Հարցի շուրջ, ուրեմն հետևյալը, սպասում եմ քննարկումը ըլլումա չէ, իրանք ինձի բաժին են։ Ձեր մասնակցությամբ է լինելու քննարկումը, թե ոչ։ Ես պնդում եմ, որ իմ մասնակցությունը քիչ առաջ խաղապետը եկավ եւ ասաց բնակիչների հետ համաձայն է հանդիպել, բայց այն դեպքում, երբ որ դուք չմասնակցեք, քանի որ ասում եք դուք եկել եք այստեղ շահադիտական նպատակներով։ Այդ երբ է եղել։ Քիչ առաջ, Վարչական շրջանի Միջալյուս լավ կանեք դուք փորձեք դեմարդեմ խոսել։ Վարչական շրջանի ղեկավարը գլուխը պատին է տվել, Պոլերն էլ քաղաքապետարանի մասիվի լզել է, որ առանցից հանրային քննարկում կանի։ Հանրային քննարկումը տեղի ունենալու ինձ հետ եւ այստեղից ես չեմ գնալու կամ հանրային քննարկումը պիտի չիրականանա կամ էլ ինքը չէ։ Դուք նոր-նորքի բնակիչ եք, չէ՞։ Գլուխը պատին է տվել, նորից եմ ասում, տղա չի ինքը, տղեն չի զանգում, հայհոյանք տալի հեռախոսով, որը փախնում։ Հայհոյանք չի, եթե ուրեմն լսեք, եթե դա հայհոյանք չի, ես հիմա գտնվում եմ Նոնուկ վարչական շրջանի շենքում։ Երեք ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, որ մտել է ընտանիք, իր արտահայտությունն եմ կերտում, եթե դա հայհոյանք չի, Տեր Մարգարիտ, գիշերը ես գամ քո տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով ու եթե մութը լինի գիշերով, այդ մոմը ես պահեմ ու այդ ձեր տան խրախճանքը ձայնագրեմ։ Պարոն Չախյան, դուք գնում եք իրենց սադրանքին եւ տրվում եք սադրանքին, հա, բայց դուք հայյանքի ստանում եք դուք հանրային վերահսկողական ֆունկցիա եք ձեր վերցրել ձեր եւ դուք եթե չեմ սխալվում, հենց նոր-նորքի բնակիչ եք, այսինքն դուք լիովին իրավունք ունեք եւ որպես բլոգեր եւ որպես տեղի բնակիչ մասնակցել այստեղ հանրային քննարկումներին, որը իրականացվում է ինչի մասին։ Շենքի կառուցապատման։ Բայց ձեզ փաստորեն սադրանքներ են ենթարկում ու ծայթ են ենթարկում։ Ամեն ինչ լուսաբանվել է, հուսամ հենց այդ կադրն էլ կա։ Իհարկե կա։ Շատ ավելի լավ բարի, ճիշտ ասած դուք ասում եք նոր եմ իմանում եմ, որ ավելի լավ որ կադրերը ֆիքսվել է։ Հիմա ասեմ հետևյալը։ Ըստ երևույթի ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժով, որտեղ հարձակումը ինձ վրա է տեղի ունենում։ Նայ, հիմա տեսեք ուշադրություն տեսեք, շատ կարևոր հանգամանք է, ինչա տեղի ունենում։ Կարևոր է, Ժողովուրդ ջան, բոլորդ ուշադրություն դարձեք։ Ոստիկանությունը իմ հետ խոսում, ասում արի կենտրոնական բաժին։ Ես որպես իմ պատկերացումով ես դուժով եմ ճանաչվում։ Ով որ ինձ վրա հարձակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչական շրջանի ղեկավարը ասում է հանրային քննարկումը կկայանա առանց իրան, գլուխը պատին է տվել, ոստիկանության միջոցով փորձում է Այսինքն նրանք բերման պիտի ենթարկվեն, բայց դուք եք բերման ենթարկվում, որպեսզի չխանգարեք քաղաքապետի ազատ տեղաշարժը իր մեկավարած շենքում։ Ձերբակալեն տանեն, բայց ի՞նչ է նշանակում, ինձ ձերբակալեն տանեն ոստիկան հանրային քննարկումը ելնի, չկա տես բան։ Իդեպ դուք ունեք պաշտպան, թե ոչ։ Ինչա, հա, ինչ։ Երեկվա դեպքերից հետո չէիք վախենում, որ նման բախել։ Լավ, մի հատ հարց էլի, որ դուք այդ հարցը տասը չէիք վախենում, ինձ վրա մահափորձ են կատարել 3 հոգով շքամուտքի մոտ։ Բանակով եկել խփել են, բռնել են լավները, գլուխները բռնել են։ Ոստիկանության եմ հասնել, իմ վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել կացինով, այսինքն այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, չի վախեցել։ Երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ ըստեղ, էլի չեմ վախենում։ Ու էլի չկայացող քաղաքապետի սենյակի դեմն եմ, էլի չեմ վախենում, իմ ասելիքը ասում եմ։ Արդեն քննարկումը սկսվել է, կարծես ընդհանրապես։ Հիմա։ Այո, կարծես Չէ, եթե քննարկումը է, չէ։ Հարգելի ոստիկաններ, դուք ինչ հիմքով եք բերման ենթարկվում։ Առանց չէ, ախպեր, ինչ իրավունք ունեք, ախպեր, ինչ իրավունք ունեք սենց բան անեք։ Ի հանրային քննարկումը ախպեր, օրենքի ակտ տվեք, ընկեր, սենց ճիշտ չկա, ընկեր, սենց ճիշտ չկա։ Ընկեր, խափելով չի դերը, չէ, ակտեր կա, բաներ կա, ես բնակիչ եմ, ես պիտի իմ կարծիքը արտահայտեմ, խափելով չեն ելնում, չէ ախպեր, թողեք
թողեք ընկե, դուք հենց հիմա իմ սահմանադրական իրավունքները խախտում եք ընկե։ Իմ սահմանադրական իրավունքները խախտում եք։ Իրավական ակտ նշեք, ամեն ձերբակալում։ Դե ախպետ է չի լումը տենց, հոտեց չի թույլտվություն չեն սրծնում։ Ամենայն հարգակում դուք եք մի քիչ առաջ ասում, հանրային քննարկումը չի կայանալու։ Քեզի գնանք բաժին ցուցմունք տա, բայց իտոգում կայանում է։ Դա շինում է, իրանք էլ ասում չի կայանում, անցեք դա, չէ ախպետ թողեք, դե թողեք խիեք ժողովուրդ, տեսի ակնհայտ, շի թույլտվություն է տա։ Այո, որ քեզի մի քիչ հանգիստ բայես, կարող է մտնես ներս։ Հանգիստ եմ, պարոն Ոստիկյան, խնդրում եմ ձեզ, ես հանգիստ եմ, կոռեկտ եմ, դե բաց տոնով չեմ խոսում։ Խնդրում եմ ինձ թույլ տալ, մտնեմ։ Ոչ մեծ ձեզ նաև մեզ, լրագրողների համար։ Քննարկում է, որը իրազեկվել է, այդ կողմից բնակի չեմ։ Կողմնակապետն է, բարև ձեզ։ Խնդրում եմ թույլ տվեք, ես Մասնակցության ինչու դուք չեն տալիս Ախր, այսեք ոնց այնում, ախր չկա ասես ճիշտ էլի։ Այսեք ով ուզի մտնի, ես չմտնեմ։ Ախր ասում եմ, հանրային քննարկում է։ Այսինքն զարկ ստացակ եւ վրա հանգ ստացակ։ Ախր չեն գալու, չեն հանգիստ տվել, շինոց է լինում, շինում, ախր չեն գալու, չեն գալու ասեմ։ Որը սարը։ Արոտ է Կներեք, ինչ եկով եք ձերբակալում, երբ իրեն հարվածողներին պիտի վերնայեք։ Բայց դուք ինչ եկով եք Ապրես ես ճիշտ չկացան փող, Հարգելի ոստիկաններ, դուք մարտավոր եք, հարությանը բացատրություն տա։ Տղա ջան, խոսեմ սովորի, դու ոստիկանես անդամեն է, իմ ծառայողն ես, դու հարային ծառայող ես, դու քեզ կարգի պահի, Այս ինչ ձև էր, այն ուստ կողմից պիտի իջնեի։ Նայ հատուկ խոչընդոտում են։ Դուք ինչու բերման չեք ենթարկում, այդպիսի զանգ ու հրահանգ չտացաք, հարգելի ոստիկաններ։ Նավ հարվածում է, փաստորեն խրախուսվում է, նավ հայհոյում է, խրախուսվում է, նավ պիտի հանրային վերահսկողություն իրականացնի, դա պատժվում է, ճիշտ ենք հասկանում եք, ուսացնում եք այդ մարդուն։ Այսքան հանրային վերահսկողություն այլևս պատժելի է։ Այս դուք հատուկ եք դանդաղ քայլում։ Թողեք անցնի, ես Շշուտի չեք, այն կողմից խոչընդոտում են հատուկ, որ չնկարեք։ Հետ ենք գալիս թաղապետարան։ Քո կամերան ջարդել են, ոստիկանները։ Բացեք անցնենք։ Պարոն ավակ լեյտենանտ, ինչ մեղադրանքով ասում կանա։ Ոստիկանությունը շատ վատ է իրեն դրսևորում, խոչընդոտում է լրագրողների գործունեությունը եւ ակնհայտորեն պաշտպանում է վարչական աշխատողին։ Կներեք դուք կներկայանաք ոսկի շղթայի ոստիկան, կներկայանաք
Դուք ով եք եւ դուք զանգեր եք ստանում ու միանգամից բերման ենթարկեցիք։ Նոր-նորքի ինչն եք։ Ձեր անուն ազգանունը։ Դուք ասունի չեք Դիմեք մեր լրատվակը մի բրդի։ Չենք հրում, չենք բրդում, քայլում ենք եւ դուք զանգ ստացաք, որից հետո անմիջապես անհարկի բերման եք ենթարկվում։ Կներեք, ներկայացեք խնդրում եմ եւ տվեք ցանկանում ձեր արդյունքի Դուք պարտեիչն եք խոչընդոտում, դու կարող ես խոչընդոտել մենք, չէ՞։ Լսեք, մի խանգարեք մեր աշխատանքը։ Ինչ աշխատանք եմ խանգարում, այսինքն բերման ենթարկել մարդուն, ով տեղի բնակիչ է, առանց հիմքերի, առանց գրավոր փաստաթղթի։ Մի կաշկանդեք, աշխատում ենք։ Բոլորին ձերբակալեք տարեք բաշխ։ Բա այդ դեպքում ինչու առաջինը հենց իրենց չձերբակալեցիք, հարգելիս։ Խնդրում եմ ներկայացեք, որպեսզի ձեզ Էլի թողեք ես իմ գործը անեմ։ Հերում խղճահարություն մի առաջացրեք, դուք պաշտոնյա եք եւ շատ լավ է, ուրախ եմ։ Ես Սյուզան Բադոյան, ներկայացեք, խնդրում եմ, որպեսզի մենք մի քիչ ավելի աշխատանքային շփվենք։ Զգացմունքային բաներ մի արեք, չի սազում ձեզ։ Սովոր պիտի լինեք, որովհետև որ զանգ եք ստանում բերման եք ենթարկում, դուք պարտավոր եք ասել ինչի հիման վրա բերման ենթարկեցիք։ Ինչի հիման վրա եւ սա հետապնդում չի, սա աշխատանք է, բարի եղեք, բացատրություն տվեք։ Կներեք, ձեզ ինչպես դիմենք։ Ես պարոն ոստիկան, բայց ազգանուն ունենք ենթադրաբար։ Ձեր աստիճանով ասեք, գուցե այդպես դիմենք։ Սպասեք, մենք բարձրանանք էլի, հա։ Մեզնից կարևոր չէ։ Ես միայն պիտի բարձրանամ։ Փաստորեն Սաղապետն էլ հարուստ կենսագրություն ուներ Google-ում։ Լավ հարուստ կենսագրություն ուներ։ Բերման ենթարկեցին Արտուրին Չախոյան, որովհետև նա հանրային լսումների պիտի մասնակցել շենքի կառուցապատման աշխատանքների մասով եւ հրահրել են ծեծ կրտուկ, նրան ծեծ են ենթարկել, նա նույնիսկ վնասվածքներ ուներ աչքի հատվածում եւ նրան բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն միանգամից բերման ենթարկեցին, որովհետև համառորեն պնդում էր, որ հիմա բերման ենթարկում եք ծեծող ջարդող բրիգադին, թաղապետանի աշխատողներին, գուցե թաղապետին էլ մոտենաք, հարցնեք իր հրահանգով էր, թե ոչ այդ ծեծու ջարդը։ Ոստիկանները խնայում են ակնհայտորեն վարչական աշխատողներին եւ ոսկյա շղթայով անձով այդպես էլ իր անուն ազգանունը չասած։ Որն է չորտը, չէ՞։ Այո։ Նորմալ է։ Դեզ սովորեցին էքստրեմ աշխատել, շատ նորմալ է։ Մենք 5 ենք գնում։ Խնայեք, էլի 5-ին ենք նոր։ Քաղաքական աշխատողները ծեծեցին։ Աշխատակիցները մենք միջով եկանք ծեծ կրտուկ։ Ինչ ասաց Արտուրը, որ ծեծեցին։ Ես լայվից հասկացա, որ մարդը ընդհանրապես փոխել է։ Մեկ եք մտնենք թաղապետի սենյակ։ Նրանք պարտավոր են։ Կներեք, այստեղ ովքեր կան։ Մենք լրագրողներ ենք եւ մենք գիտենք, որ այստեղ շարունակվում են քննարկումները։ Հանրային քննարկումների տեղը տեսնում սպասել ձեր հարցերին կպատասխանեն։ Լրագրողները չեն կարող մասնակցել այդ քննարկմանը հանրային։ Թե ոչ չեն կարող, պարտավոր է։ Քաղաքական թիմակիցներն են, ուժի ներկայացուցիչներն են այստեղ։ Նրանք թաղապետի հետ քննարկում են իր հետագա վարքագիծն ու ասելիքը, ենթադրաբար, որը հետո նորից կտպվի իրենց կուսակցության պաշտոնական էջին, ինչպես հիշում եք 3 սույն տղամարդը, այսինքն նոր-նորքի թաղապետը, որը չհամարձակվեց նյուզին 1-2 բառով պարզաբանում տալ իր հայհոյանքների եւ ընդհանրապես վարքագծի եւ կատարածի վերաբերյալ, հետագայում իր համար շատ կանխատեսելի լրատվամիջոցի, այսինքն CVKM-ի իշխանությանը տաֆիլացվող CVKM լրատվամիջոցի լրագրողի հետ կազմակերպած հարցազրույցով կարողացել էր իրեն հարմար ձևով պատասխանել, հնչեցնել եւ ասել էր, որ ճիշտ եմ արել հայհոյերը, մուսակ կուսակցությունը իր պաշտոնական էջում տեղադրել էր որպես պաշտոնական դիրքորոշում, այսինքն Արամ Զավենիչի, Արամ Զավենի Սարգսյանի, այսինքն Սպարապետի եղբոր կուսակցությունը լիովին ընդունում է որպես քաղաքական
կատեգորիա կամ հասարակության հետ հարաբերվելու լեզու, հայհոյանքի լեզուն։ Համենայն դեպս դա իրենց պաշտոնական տեսակետն է, ըստ իրենց պաշտոնական էջին դաջած թաղապետի հայհոյող թաղապետի հարցազրույցի, որում ինքը խոստանում է ապագայում էլ նույնը անել փաստորեն։ Մենք սպասենք հանրային լսումները այստեղ են, ով է վարում։ Ահա եւ թաղապետը հերոսական կեցվածքով։ Այդտեղ ենք ասում, թողին պլաշատկա դրվի, ինչ-որ բան դրվի, խաղալք երեխեքին խաղանք մարդկայնորեն այս ամեն ինչը եթե սեցա, սիրտ առնելու, խաթր առնելու մեջ չի։ Անենց անենք անեցքով չադրեն, դե շենքի ադրողներ, մեր դրած փողներ, մեր վերցրած փողներ, խոսքը սրան ավելատում։ Հիմա 2300 քառակուսի կանաչ տարած, հիմա դուք փրկատում եք, ասենք 15%-ը թողնում եք։ 15 չէ։ 30-ն է։ Մենք պայմանավորվեցինք, որ իրանք ներկայացնեն հետո հարցեր տանք էլի։ Սղացրեք ու մշտեք տարեք էլի։ Կանաչապատ է 40 2300-ի միջից 40-ն է, պատկերացնեք ինչա։ Էսի հողն է։ Բան ասեմ, մենք տեսեք, մենք ձեր շատ բայց բոլոր հարցերը պատվիրակված է պարոն Բադալյանը։ Չէ, հիմա ես ներկայացեցի, հիմա մնացածը, որ ես մեր տղան խնդրեց, որ իր ճարտարապետ ասում ասա, ինքը զուտ մասնագիտական բան ասա։ Ներողություն եմ խնդրում, որպեսզի չխոչընդոտեմ։ Դուք համարում եք իրավաչափ, երբ կան մարդիկ շագրգիռ անձինք, որոնք նաև հանրային վստահություն ունեն, նրանց թույլատրված չէ մասնակցել եւ այդ կողմնորոշումը ձեզնից թելադրվեց ոստիկաններին եւ նրանք այստեղից բռնի ուժով հեռացրել են Արտուր Չախոյանին։ Հետո Հիմա իրավաչափ է ձեր այսպիսի քննարկում կազմակերպելը, ինչու պայման դրեցիք պարոն Չախոյանին հեռացնել։ Ամենայն հարգանքով ներկաների նկատմամբ։ Ես պայման չեմ դրել Արտուր Չախոյանին հեռացնելու։ Արտուր Չախոյանը ինքը ասաց, երբ որ ցուցմունք էր տվել փաստորեն, այդպես ասաց, չէ, որ պայման եք դրել իրեն հեռացնելու։ Շենքի բնակիչներին ես ասել եմ, քանի որ Արտուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման։ Դուք ինչ գիտեք, Իսկ որովհետև հայտարարել է, գնացեք Արտուր Չախոյանի հայտարարությունը նայեք։ Ինքը եկել էր, փորձում էր ներս մտնել իմ աշխատասենյակ, որի իրավունքը չունի, սադրեց, ստացավ համապատասխանը ինչ որ պիտի ստանար, որից հետո ես ասել եմ, եթե Արտուր Չախոյանը նորից շարունակելու է նման կերպ, ես հանրային քննարկումը հետաձգում եմ կամ բնակիչներն իրանք են պահանջել, որ Արտուր Չախոյանը թող գնա, որպեսզի հանրային քննարկումը լինի պատշաճ մակարդակով։ Դուք կարող եք իրավիճակը կառավարել, կարծում ենք Դուք իմ փոխարեն մի որոշեք։ Եթե ոչ հայհոյանքով, գոնե ուղիղ խոսքով կբարձրացնեք։ Դուք հանրային սպանեք, կամ սպասեք, ես հետո կպատասխանեմ ձեր հարցերին։ Ընթացքն եք խանգարում։ Իսկ դուք չեք անհանգստանում, որ նոր-նորքի բնակիչներից մեկը, նոր-նորքի բնակիչներից մեկը, որը ձեզ հավասար իրավունքներ ունի սահմանադրությամբ, նա կարող է մասնակցել եւ պարտավոր է նաեւ։ Մեկը չկա, կամ երկուսը կամ 5-ը։ Հարգելիս, նա ունի ձեզ հավասար իրավունքներ եւ նա եկել է մասնակցելու։ Դուք պայման եք դրել եւ հեռացրել եք այդ մարդուն այստեղից, թեև թաղապետն է ձեր անունից խոսում եւ ոչ մեկը չեք արձագանքում։ Նպատակը ծեծը չի համենայն դեպս, ինչպես տեսնում եք։ Ես խնդրում եմ թույլ տվեք կարճ կապիչացնենք։ Լավ, մենք կսպասենք։ Համենայն դեպս հարգելիս հիշում եք, չէ, որ ձեզ հավասար, լրիվ հավասար իրավունքներ ուներ Արտուր Չախոյանը։ Եվ որևէ մեկը անհանգստություն ցուցաբերեց, քաղաքացում ծեծի ենթարկեցին ձեր ներկայությամբ եւ բերման ենթարկեցին։ Այսինքն ձեր շենքի թեման ավելի էր մտահոգում, քան այդ անհավասար իրավունքների հանգամանքը։ Եվ մարդուն ծեծելով այստեղից հեռացնելը։ Կներեք, դուք իրավունք չունեք ինձ կաշկանդելու, թե ես ումից ինչ վերցնեմ։ Հանրային քննարկումը մի խանգարեք, երբ որ մարդիկ կվերջացնեն, ով սականը ձեր հարցերով կպատասխանեն։ Շատ արագ հիմա կանենք, որովհետեւ բոլորը ուզում են սա չռնի։ Հասկանում եք, ոչ թե շենքի հարցը, անվտանգության հարցերը լրիվ միկրոշրջանի համար, բայց Չախոյանի հարցը չի կարելի այդպես թողնել։ Եվ իհարկե պետք է պատրաստվում եք պաշտպանել այն քաղաքացիներին, որոնք այսպես հանրային իրավունքին
հավասար ձեզ իրավունքներ ունեն եւ պատրաստվում են, ահա։ Մենք մի հարց էլի շատ կարևոր թողել ենք, սա էլ նույն ձևի կարևոր է։ Դերեք մեկ անենք, հետո մյուսը անենք, էլի։ Հասկանում եք, այսպես կլինի անընդհատ խոսակցություն։ Ամենայն հարգանքով վերադարձեք, մենք կսպասենք։ Հազիվ մի քաղաքացի մարդու իրավունքի մասին խոսեց, փաստորեն շենքի իրավունքներն ու կոմերցիոն իրավունքներն ավելի բարձր էին։ Կոմերցիոն իրավունքները։ Կոմերցիոն շահը, լավ։ Անվտանգության անցանցի էկոլոգիա չի եղել եւ դրել անվտանգություն։ Դերեք մի հատ վերջացնենք։ Մենք ավարտենք այդ դեպքում նորից կմիանանք, որտեղ ինձ թվում է Արտուր Չախոյանի խախտված իրավունքներն այս պահին ավելի կարևոր են, քան այստեղ է ֆորմալ քննարկումները միգուցե։ Այստեղից ոչ մի բնակիչ չխառնվեց, հա։ Հա, այսինքն ես չանհանգստացեց, որ քաղաքացուն ծեծ էին ենթարկվում։ Դուով մի խոսիր հետս, դուքով։ Ես ծեծողների տեսա ճիշտ ասած ուղիղ եթերում։ Հա, կնայեք ուղիղ եթերում։ Հրահանգված ծեծողները շատ շանասիրաբար էին ծեծում։ Ես